Հունվարի 1-ից Հայաստանում ներդրվել է կենսաթոշակային պարտադիր համակարգը եւ վերջերս կենտրոնական բանկը գրանցեց ֆոնդերի 2 կառավարիչ, թե ինչպես պետք է քաղաքացիները միանան այդ համակարգին եւ ինչ գործողություններ կատարեն։ Մենք այսօր կզրուցենք կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ, նախ սկսենք պարոն Հակոբյանի հետ։ Պարոն Հակոբյան, ինչպես պետք է քաղաքացիները ինչ քայլեր պետք է կատարեն, որպեսզի միանան այդ համակարգին եւ սկսեն կուտակումներ տեղ ունենան։ Մինչեւ անցնելը կոնկրետ քայլերին, ես կնշեմ, թե ովքեր են այդ կառավարիչները։ Դրանք հեղինակավոր կառավարիչներ են, որոնք կառավարում են միջոցներ աշխարհի տարբեր երկրներում, ունեն բավարար գիտելիքներ եւ փորձ այդ ոլորտում։ Դրանցից մեկը Amundi Agba Asset Management ընկերությունն է, երկրորդը C Quadrat Ampega Asset Management Armenia ընկերությունն է։ Նրանցից յուրաքանչյուրը առաջարկում է 3 տիպի կենսաթոշակային ֆոնդեր, որոնց մեջ հենց պետք է կատարվի ընտրությունը։ Ուրեմն այդ ֆոնդերից առաջինը դա կայուն եկամտային ֆոնդն է, երկրորդը պահպանողական ֆոնդը եւ երրորդը հավասարակշռված ֆոնդը։ Հիմա համառոտ ասեմ թե դրանց միջև տարբերությունները որոնք են եւ անցնենք թե ինչպես պետք է կատարեն ընտրությունը։ Կայուն եկամտային ֆոնդը սահմանում է այնպիսի ներդրումային քաղաքականություն, որ այդ ֆոնդում կուտակված միջոցները կարող են ներդրվել կայուն եկամուտ ապահովող ակտիվներում, ինչպիսին են պարտատոմսերը, բանկային ավանդները, այսինքն այնպիսի ակտիվներում են կատարվում ներդրումները, որոնք որոշակի տոկոս են հենց ի սկզբանե խոստանում երաշխավորում։ Եվ բնականաբար նման ֆոնդերի ռիսկայնությունը ավելի ցածր է, որը բնականաբար ապահովում է համեմատաբար ավելի ցածր եկամտաբերություն։ Հաջորդը դա պահպանողական կենսաթոշակային ֆոնդն է, որի տարբերությունը այն է, որ կարող է մինչև իր ակտիվների 25%-ի չափով ներդրում կատարել բաժնետոմսերում։ Իսկ բաժնետոմսերը համեմատած պարտատոմսերի համեմատաբար ավելի եկամտաբերությունը կարող է լինել ավելի բարձր, բայց բնականաբար որոշ չափի ավելի մեծ ռիսկ են իրենց մեջ պարունակում, քանի որ նրանց գները փոփոխում են, կարող են շատ բարձրանալ կամ իջնել։ Եվ երրորդը դա հավասարակշռված ֆոնդն է, որը մինչև 50% կարող է ներդնել բաժնետոմսերում։ Եվ մարդիկ փաստորեն որոշում կայացնելիս թե ինչ ֆոնդ կամ ինչ կառավարիչ ընտրեն, պետք է առաջնորդվեն հենց իրենց ռիսկի հակվածությամբ, այսինքն ռիսկային ես դու, ուզում ես ավելի բարձր եկամուտներ, թե հակված չես ռիսկի։ Եվ բնականաբար միջին ֆոնդը, որ նշեցի պահպանողականը, հենց այն միջին ռիսկի հակվածությամբ մարդկանց համար է։ Ընդ որում նշեմ, որ մարդիկ պարտադիր չի որ կատարեն ընտրություն, որովհետև եթե դու չես կատարում ընտրություն, ավտոմատ կերպով համապատասխան ծրագրային համակարգը պատահականության սկզբունքով ընտրում է որևէ մի կառավարչի միջին ռիսկայնության պահպանողական կենսաթոշակային ֆոնդը եւ քո միջոցները սկսում են կուտակվել այդ ֆոնդում։ Ընդ որում նշեմ նաեւ, որ ժամանակի ընթացքում, երբ արդեն ֆոնդերը որոշակի եկամտաբերություն են ցույց տալիս, դու միշտ կարող ես փոխել քո կառավարչին կամ կենսաթոշակային ֆոնդ, այսինքն մի կառավարչից մյուսի մոտ կարող ես գնալ, ինչպես նաեւ մի ֆոնդից մյուսի մոտ, օրինակ կարող է տեսնես, որ հավասարակշռված ֆոնդը ժամանակի ընթացքում ավելի բարձր եկամուտ է եւ եկամուտը ապահովել փոխես քո ֆոնդը։ Տարին մեկ որքան ժամանակը մեկ կարող է քաղաքացին անվճար փոփոխի ֆոնդը կամ դա ֆոնդի փոփոխություն է լինում, թե ինքը նաեւ կարող է ընտրել մի քանի ֆոնդեր։ Ուրեմն միաժամանակ քաղաքացու գումարները կարող են ուղղվել մի ֆոնդի, բայց դու կարող ես քո միջոցները մի ֆոնդից հանել տանել մյուս ֆոնդին կամ կարող ես միջոցները թողել մի ֆոնդում, բայց հետագա կուտակումները կատարել այլ ֆոնդին։ Դա արդեն ժամանակի ընթացքում քաղաքացին ինքը կարող է որոշել։ Իսկ քաղաքացիների ֆինանսական այ գրագիտության ներկայիս մակարդակը թույլ է տալ, թե նաև պետք է կենտրոնական բանկը եւ այլ պատկան մարմիններ այդ գրագիտության ուղղությամբ նաև աշխատանքներ տանեն։ Ճիշտ է, այս դեպքում ես կցանկանայի նշել, որ այստեղ պետք չէ մեծ գիտելիքներ ունենալ ֆոնդի ընտրություն կատարելու համար։ Արդեն իսկ լիցենզավորված երկու ակտիվների կառավարիչները, նրանք գրեթե նույն կալիբրի, նույն մակարդակի, նույն հեղինակության ընկերություններ են։
Ինչ վերաբերում է արդեն կոնկրետ նրանց կողմից առաջարկվող ստրատեգիաներին, այն մարդը, որը կարծում է, որ ինքը բավարար գիտելիքներ չունի այդ ոլորտում, ուղղակի կարող է որևէ գործողություն չանել եւ նրա աշխատավարձից համապատասխանաբար վճարումները կկատարվեն այդ միջին ռիսկայնության ֆոնդին, որը հենց միջին ռիսկի պայմաններում ապահովում է միջին եկամտաբերություն։ Իսկ բանը քաղաքացի այդ միջոցները, որ պետքա ուղղվեն ֆոնդերին, դա տեղի ունենում գործատուի միջոցով, թե քաղաքացին ինքն է արձերն տանելու դա։ Իրականում ամբողջ process-ը նախագծված է այնպես, որ մարդկային գործողության անհրաժեշտություն չկա։ Ամեն ինչ արվում է ավտոմատ կերպով, կոնկրետ այս դեպքում գործատուները ներկայացնելով հաշվետվություն հարկային մարմնին, արդեն իսկ այդ հաշվետվության մեջ նշվում է, թե որ քաղաքացու համար որ մասը պետք է գնա կուտակվի եւ քաղաքացին որևէ գործողություն անելու կարիք չկա այստեղ։ Իսկ սկզբնական փուլում, այսինքն հունվարի 1-ին կամ մինչև այդ քաղաքացին որ ինչպես պետք է ընտրի կառավարիչին, թե դա նույնպես պարտադիր չի ընտրել կառավարիչին։ Դա երկու եղանակ կա կառավարչին կամ ֆոնդը ընտրելու, ընդ որում եթե դուք ընտրում եք ուղղակի կառավարչին, ապա գնում է այդ կառավարչի միջին ռիսկայնության ֆոնդ, կամ կարող եք ընտրել կոնկրետ կենսաթոշակային ֆոնդը։ Երկու եղանակ կա ընտրություն կատարելու, առաջինը ինտերնետային համապատասխան e-pension AM կայքի միջոցով, որի համար դուք պետք է ունենաք նույնականացման քարտ, ինչպես նաև քարտը կարդացող սարք։ Եվ երկրորդը կան հաշվի օպերատորներ, որոնց միջոցով դուք ուղղակի ներկայանալով այդ հաշվի օպերատորին, ներկայացնելով ձեր անձնագիրը կամ նույնականացման քարտ, ինչպես նաև ձեր հանրային ծառայության համարանիշը, կարող եք կատարել ընտրություն, այսինքն մոտենալ այդ բանկերին եւ բանկի համապատասխան աշխատակիցը ձեր համար կկատարի ձեր հորդորով կկատարի ընտրություն։ Շնորհակալություն պարոն Հակոբյան, թե ինչպես պետք է քաղաքացիները ընտրեն արդեն կառավարիչներին, այդ մանրամասներն մենք խնդրենք ներկայացնի կենտրոնական բանկի ներկայացուցիչ պարոն Աշոտ Գաբրիելյանը։ Պարոն Գաբրիելյան, մի փոքր կմանրամասնեք, թե ինչպես են քաղաքացիները ընտրելու այդ ֆոնդերի կառավարիչներին։ Շնորհակալություն, համակարգը թույլ է տալիս երկու հնարավոր տարբերակներ ֆոնդեր ընտրելու։ Առաջինը դա ինտերնետի միջոցով իմ հաշիվը հավելվածի միջոցով է, երկրորդը հաշվի օպերատորների միջոցով։ Առաջին եկեք մի հատ անցնենք, թե ինչպես է իրականացում ընտրության եւ ընդհանրապես հաշվի կառավարման գործընթացը ինտերնետ միջավայրում, հետո քննարկենք, թե ինչպես են հաշվի օպերատորների մոտ կատարում նույնը։ Դրա համար պետք է այցելել epension.am կայքը, որտեղ կա իմ հաշիվը բաժինը։ Իմ հաշիվը բաժնում մենք կարող ենք տեսնել համակարգի առաջնային էջը, համակարգ մուտք գործելու համար անհրաժեշտ է ID քարտ, քարտացող սարք եւ ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն։ Միացնում ենք ID քարտը card reader-ին, որից հետո համոզում ենք, որ քարտը միացվել է համակարգչին, անցում ենք կատարում իմ հաշիվ ենթաէջին։ Այստեղ առաջի էջում կան նշումներ, թե ինչ է ձեզ անհրաժեշտ կայքայիթ մուտք գործելու համար, ձեզ անհրաժեշտ է ID քարտ, քարտ կարդացող սարք եւ էլեկտրոնային ստորագրություն ակտիվացված։ Ինչպես նաեւ ցանկանում նշել, որ մինչեւ 74 թիվ ծնված անձինք կարող են նույնպես մտնել իմ հաշիվի բաժինը եւ կատարել ընտրություն, սակայն պետք է զգուշացնել, որ ֆոնդ ընտրելով նրանք դառնում են պարտադիր համակարգի կամավոր մասնակիցներ, պետք է զգուշ լինեն։ Անցնելով նույնականացման քարտ բաժնով մենք հայտնվեցինք առաջի էջում։ Ֆոնդի ընտրության համար անհրաժեշտ է այցելել իմ դիմումներ բաժինը եւ մտնել պարտադիր կենսաթոշակային ֆոնդ եւ ֆոնդի կառավարիչ ընտրելու դիմում բաժինը, որտեղ կա երկու հիմնական առանձնացված բաժիններ։ Առաջին դա անհատական տեղեկատվությունն է ձեր մասին, հասցե, էլեկտրոնային հասցե եւ այլն, հեռախոսի համար եւ այս մասում կա երկու դաշտ։ Առաջինը դա եթե դուք ցանկանում եք ընտրել որևէ ֆոնդ, այսինքն դուք կատարել եք ֆոնդի ընտրություն, վերջնական դուք կարող եք ընտրել ֆոնդ, կամ ընտրելով կառավարիչ, ձեզ կտրվի միայն կոնսերվատիվ պահպանողական ֆոնդի ընտրության հնարավորություն, որից հետո դուք սեղմում եք պահպանել եւ հաջորդ էջում համոզում եք, որ ամեն ինչ նորմալ է։ Բացի այս բաժնից կա նաեւ դիմումների ցուցակ բաժինը, որտեղ կարող եք տեսնել ձեր նախկին կատարված դիմումներից յուրաքանչյուրը եւ ըստանալության տպել։ Քաղաքացին միշտ այցելելով այս բաժին կարող է տեսնել, թե ինչ դիմումներ են լրացվել իր կողմից եւ որ պահին որ ֆոնդն է եղել ակտիվ։ Իմ հաշվետվություններ բաժինը այս պահին դատարկ է, քանի որ մեր հաշվին չկա կൂട്ടակային միջոցներ, այն պահից եւ կհայտնվեն կൂട്ടակային միջոցներ, հնարավոր կլինի դիտել ժամանակահատվածի ընթացքում
արկա շարժը եւ ժամանակահատվածի վերջում կամ ցանկացած պահին մնացորդը։ Անձը կարող է համոզվել, թե իր կուտակումները մեկ կամ մի քանի ֆոնդում որքան են կազմել, որքան գումար է գանձվել իր աշխատատուի կողմից, որքան է ավելացրել պետությունը իր մասով եւ հետեւել մանրամասն յուրաքանչյուր գործարքին, որ տեղի ունեցել համակարգում։ Այլ բաժնում կա նաեւ մասնակիցների գործողությունների ենթաբաժինը, որտեղ կարելի է տեսնել որոշակի ժամանակահատվածի համար, թե ովքեր են նայել ձեր հաշիվը, տվյալ դեպքում միայն ես, եւ ինչ գործողություններ են կատարվել։ Բացի այդ կա նաեւ փոփոխել անձնական տվյալները բաժինը, որտեղ կարելի է ստանալիության, եթե ձեր հասցեն է փոփոխվել կամ էլեկտրոնային հասցեն, փոփոխեք ձեր տվյալները։ Այսինքն գործողությունների հերթականություն եթե քննարկենք, մեծ մասը մաքսիմում 2 քայլից է բաղկացած, եւ եթե քաղաքացին առաջի հերթին իրեն հայտնի այն ֆոնդը, որ ինքը պատրաստում է ընտրել, պահանջում է 3-4 կլիկ, որպեսզի կարողանա ֆոնդ ընտրել։ Ինչպես պարոն Կարեն Հակոբյանը նշեց, գիտության մակարդակը պայմանավորված է նրանով, թե մարդը ֆոնդը կատարել է, թե չէ։ Տեխնիկապես կարծում եմ մարդ, որը ինտերնետին ծանոթ է, շատ հեշտ կարող է ընտրություն կատարել։ Որ ծանոթ չի կամ չունի ինտերնետ, ինքը ինչպես պետք է անի։ Ինչպես նշեցինք խոսակցության սկզբում, կա 2 հնարավորություն, մեկը սա իմ հաշիվի ենթաբաժնով է, եթե ինչ-որ պատճառով մարդ չունի ID card, չունի ինտերնետ, card reader կամ չի ցանկանում ինտերնետով որևէ գործողություն կատարել, միշտ կարող է այցելել հաշվի օպերատորներին։ Ներկայումս օրենսդրության համաձայն հաշվի օպերատոր կարող են լինել առևտրային բանկերը եւ փոստային ծառայություն մատուցողներ, այսինքն Հայփոստը։ Այսինքն շուտով ցուցակ կհրապարակվի այն բանկերի, որոնք հանդիսանում հաշվի օպերատորներ, ինչպես նաև Հայփոստը։ Անձը կարող է այցելել առևտրային բանկերի հաշվի օպերատորների բաժանմունքներ, իր հետ պետք է վերցնի ուղղակի անձը հաստատող փաստաթուղթ եւ հանրային ծառայության համարիշը պարունակող որևէ փաստաթուղթ, SOS card, ID card կամ տեղեկանքի համար։ Եվ նշեմ նաև, որ այն անձինք, ովքեր չունեն հանրային ծառայության համարժ եւ ունեն տեղեկանքի համար, նույնպես կարող են հանգիստ բացարկվել, որովհետեւ խնդիր չի առաջանում։ Որից հետո նրանք կներկայացնեն այդ փաստաթղթերը հաշվի օպերատորի աշխատակցին, կատարվի նույն բանի դիմումի լրացման գործընթացը, հարցերը ուղղակի կտրվեն անձամբ մարդուն, որից հետո կտպվի նրանց օրինակը եւ կտրվի անձին։ Այսինքն նույն գործընթացը կտևի 5 րոպե ժամանակ կպահանջի։ Իսկ քաղաքացիները հետագայում ինչպես պետք է քաղաքացին ստանա, եթե չի ցանկանում էլեկտրոնային եղանակով։ Քաղաքացիների 2 տարբերակ օրենքով նախատեսված է տարեկան 1 անգամ փոստային կամ էլեկտրոնային նայած թե անձը ինչպիսի նախընտրություն ունի առաքում իր տարեկան կտրվածքով շարժի վերաբերյալ, բացի դրանից նույն այս իմ հաշվետվությունների բաժնի արկա հաշվետվությունների մասին, որ խոսում են, նույն հաշվետվությունները կարող են տպել եւ տրամադրել հաշվի օպերատորի աշխատակիցները։ Այսինքն անձը միշտ կարող է այցելել եւ տեղում ստանալ իր մնացորդը, ինչպես նաեւ նկատելով, որ շատ քաղաքացիներ կարող են ցանկանալ ավելի հեշտ տարբերակով հաշվետվություններ ստանալ, մենք նախատեսել ենք, որ մյուս տարվա հունվարից գործարկվի նաեւ արկա համակարգը, վճարային համակարգի բանկամատներով մինի քաղվածների ստացման հնարավորություն, այսինքն եթե անձ ունի պլաստիկ քարտ, մուտքագրելով պլաստիկ քարտը եւ իր PIN կոդը կարող է ստանալ փոքր քաղվածք։ Վերջի 10 գործարքների վերաբերել։ Կան պարտադրել չէ, որ քաղաքացին այցելի բանկի բուն մասնաճյուղ կարող է բանկամատի ստանալ դա։ Իսկ քաղաքացին կարող է իմանալ, թե տվյալ ֆոնդը, որը ինքը ընտրում է, ինչպիսի ակտիվներից է կազմված։ Ֆոնդի կանոններով ֆոնդը ապահովում է որոշակի տեղեկատվություն, թափանցիկություն եւ այնտեղ նշված են հիմնական սահմանաչափերը, որոնց ներքո գործելու է ֆոնդը։ Այսինքն այդ ակտիվների որքան մասն է ներդրվելու արտասահմանում կամ այլ արժույթով, ինչից է բաղկացած լինելու իր պորտֆելը բաժնային կամ ոչ բաժնային փաստաթղթերով, այսինքն պարոն Հակոբյանի նշած սահմանաչափերը օրենքով նախատեսված օրինակ 60 կամ 40 դրանք միջև սահմանաչափեր են։ Այսինքն Հայաստանում կարելի է ներդրում կատարել միջև 100%, իսկ արտասահմանում, այսինքն ոչ դրամով ներդրումներ կարող են կատարել միջև 40%։ Այսինքն սահմանափակումների ներքո ակտիվի կառավարիչը կոնկրետ ինչպիսի քաղաքականություն կտրի, դա էլ նկարագրում է, թե այդ ֆոնդը իրականում ինչպիսի արտադրությունավետություն եւ ռիսկայնություն կունենա։ Շնորհակալություն, իսկ ես հիշեցնեմ, որ պարտադիր կուստակային համակարգի մասին մենք զրուցում ենք Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ Աշոտ Գաբրիելյանի եւ Կարեն Հակոբյանի հետ։ Շնորհակալություն։